կարում, տեղ։ Անհարմար դե։ Չեմ կարող, կջարդես, չի։ Ասպես Ախպեր չի լինում էլ, լուրջ չի լինում, չեմ կարում, չի լինում, Հայկո, քո ինվիզը, քո վիզը չի։ Հայաստանում մարդիկ բաժանվում են 3 խմբի։ Ոստիկաններ, քաղբանտարկյալներ ու պոտենցիալ քաղբանտարկյալներ։ Ես պոտենցիալ քաղբանտարկյալս կարող է դատվեմ, օրինակ բռնաբարման բնական գործիք ունենալու համար։ Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերվել է գրպանի ծալովի դանակ։ Անտարբերը նույնպես դա հասկացավ վերջի միտինգը օնլայն նայելով։ Նա գյուղապետի քաձի մոլորված հայացքով նայում էր էկրանին։ Մի ձեռքով ակամայից խաղացնելով բաուրից առ այսօր արևի լույս չտեսած ձվերը։ Ձվերի հետ խաղալով նա կորցրել էր իր զգոնությունը ու կուսությունը։ Պայոն ոստիկան, տոգ, ինչի ես բերման ենթարկում Սասունցի Դավթի արձանը։ Թուրքերելու համար։ Վզի ծալքերը ճռճռացնելով մի կերպ հետ նայեց ու պատասխանեց ոստիկանը։ Բռնում ու տանում էին ամեն ինչ, ինչից բռնելու տեղ կար, բռնում էին։ Ոնց հասկացա, ոստիկանությունը տանում էր անշարժ ու շարժական ամեն ինչ։ Արձաբանենք 02 լրատվական ծառայությանը։ Դիմեցի 02 լրատվական ծառայություն, որ գան մեր տան մուսորն էլ տանեն։ Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմինների ներկայացուցիչներին իրենց աշխատանքի համար։ Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար, ձեր ներողամտությունը հայցելով միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին։ Մենք բոլորս բանտարկված ենք Հայաստան քրեակատարողական հիմնարկում, իսկ սրանք փողերի մեջ լող են տալիս Հայաստան կոչված մեծ կերամանում։ Այս բաժանումը շատ հստակ է, ճաղերի մի կողմում 3 աղբերներ են, Գյուրեղյանները, ճաղերի մյուս կողմում էլ կան աղբերներ, նույն քանակի Սարգսյաններ։ Ցիրկի ձի։ Բոզաբանդայի երթվյալ պաշտպանները վերջի 7 տարիների ընթացքում ձեր իսկ մուծված հարկերից ձևավորվող պետբյուջեից ստացել են ավելի քան 800 միլիոն դոլար։ Վերջին 10 տարում Հայաստանում հանցագործությունների թիվը ավելի քան կրկնապատկվել է։ Այսինքն ֆինանսավորման ավելացումը ուղիղ համեմատական է հանցագործությունների թվի աճին։ Սրանց բարեփոխվել չօգնեց նաև ԵԱԿ-ից ու ԱՄՆ դեսպանատանից ստացված ողենալու չափի գրանտերը, ամենատարբեր սեմինարները, վարժանքներն ու ուսումնական ճամփորդությունները։ Սրա պատճառն է նա, որ համակարգում ծառայում են նախկին ստրիպտիզյորշաներ։ Ձեր հաշվին Ray-Ban կրող ու ամպլոր տերմինատոր հիշացնող հրեշտակը բերման է ենթարկում տատիկին։ Մտածում եմ մյուս քաշ տվողներից ինչով են պակաս։ Օգնեք տարեք։ Ու մե ուրախություն, մե ժաշտաշտաշտաշտաշտաշտաշ։ Հոգու խորքից ինչ որ ղզղնած ծերունի, ասես ձայն էր տալիս նրան, որ հրաման տան կտաս այս սադիստ Իմիջայլոց, դրան պետբյուջեից ինչքան աշխատավարձ եք տալիս, ժամը $100 առանց միլպետի։ ՄԱԿ-ի տվյալներով մեկ բնակչին բաժին ընկնող ոստիկանի միջին ցուցանիշով Հայաստանը 4 անգամ գերազանցում է ԱՄՆ-ին, 3 անգամ Գերմանիային ու Մեծ Բրիտանիային։ Հիմա հասկանում են, որ հեչ պետք չի զարմանալ, որ 6 հոգով մի քաղաքացու են բերման ենթարկում։ Ձեռքերի ու ոտքերից է բացի, մեկական հոգի քաղաքացու ամորձիներից է կախվում ու Jingle Bells երգելով բերման ենթարկում։ Սարի թաղի ջարդերը հաջողությամբ ավարտելուց հետո Լյովա Երանոսյանը ձեր հաշվին գնաց արձակուր։ Աղբորը Լեռնիկին էլ Ռիո ուղարկեք, նռնակի նետման մարզաձևի օլիմպիական չեմպիոն դառնա։ Լեռնիկ, տոքյոփակ, որ հրաման տան կտաս, հերու հերվից լսվեց ղզղնած ծերունու ձայնը։ Առաջարկում եմ հանրային դրամահավաք սկսենք ու Լյովին ուղարկենք 20 րոպե հանգստանալու։ Չէ՞։ Իսկ դուք փորձել եք 17 տարեկան տղու աչք անեք, մարդկանց ծնկներ փշրեք, աղջիկ ցուցարար վառեք, չեք փորձել։ Ուրեմն դուք Լյովի հոգեվիճակը չեք հասկանա։ Վերջին տեղեկատվության ոստիկանությունն ասում են, որ դրոյի չեք պատրաստ։ Ոչ։
Ոստիկանությունը շարունակում է ժողովրդին ցուցադրել ու նրա վրա կիրառել իր գեր ժամանակակից զինատեսակները ու միջոցները։ 80-ականների զենքով զինվորը սահմանից նայում աչքերին չի հավատում։ Այս պիստոլետը պահից վրես։ Նույն զինվորը, ով էս պահին սահմանին ա կանգնած, զանգում ա տուն իմանալու ծեծվել են տնեցիք, թե չէ, աչքերն ու ոտքերը տեղն ա, թե չէ։ Վիրավորել քաղաքացիներից։ Ոստիկանության լաբորատորիայում պատրաստված ամֆետամինների ու էկստազիներ ընդունելուց հետո նախաէվոլյուցիոն ժամանակաշրջանի գրգռված մակակա հիշեցնող մի խումբ ոռահաստ ախրանիկներ նույնպես կատարում էին իրենց շեֆերի հանձնարարությունները։ Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։ Օգոստոսի 1-ի ելույթում Սերժիկ Սուլթանիչը շնորհակալություն հայտնեց բոզավճարով աշխատող քաղաքացիական ոստիկաններին, որոնք 17-ամյա Սայաթի աչքն էին հանել։ Իսկ ոմն Սիմբա Հերմինե Նաղդալյան մականունով պնդում էր, որով աչք ունի, կտեսնի ոստիկանության բարեփոխումները։ Սայաթ հնաչքից զրկվելուց հետո արդեն մի քիչ դժվար տեսնի այդ բարեփոխումները։ Յուրաքանչյուր ոք Փականագործ գինեկոլոգների համահայկական ասոցիացիան, Լոմս Գոմդ գյուղատնտեսական միավորումը, Էժան Շիրմաքար եւ Նուրբ դիահերձում ՍՊԸ-ն, Մուղամի հայեցին մշակույթի կենտրոնը, Որցկովեր ֆեմինիստական շարժումը, Ժոշկեմ կետեյեմ լրատվական կայքը միացան այս հայտարարությանը։ խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին։ Բայց մենք մեկը չենք մոռանալու։ Առանց հիշողության քաղաքացին նույնն է, ինչ առանց նռնակի լեռնիկը, Photoshop-ով սպանությունը, մարտի 1-ով պահած իշխանությունը։ Ու քանի դեռ ձեր համակարգում մեր հաշվին ամպլոր տերմինատորներ եք պահում, որոնց իրարից տարբերում եք միայն ու միայն ինտիմ ստրիժկեքով, չեք կարողանալու պահեք անգամ ձեր ամենախոշոր գունդը, որը տղերքը րոպեներում վերցրին։ Ավելին, օրեր անց մենակով գունդ մտավ 12 վիրահատություն տարած ու 4 բարձրագույն կրթություն ունեցող Արթուր Սարգսյանը, ով հաց հասցրեց տղեկին։ Մարդու իրավունքների կիսապաշտպանը, հանուն իրենց բոզավարձի տարիներ շարունակ մարդկանց խաբած բազմաթիվ քաղաքական գործիչները, Բենթլիավար տեշտերները, Facebook-յան կլավիատուրա գզող ստատուսչիները, հոդս էին ցնդել։ Արթուրը լուր առանց շոուների գործ արեց, տեսանելի ու շոշափելի արդյունքով։ Ոստիկանական պատը ճեղքելիս Սարգսյանի մեքենայի վրա 4 տասնյակից ավել կրակահերթեր են արձակվել եւ նա հրաշքով է անվնաս մնացել։ Աշոտ Կարապետյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Մենք կարանք նրան մաղթենք միայն բարի ազատում։ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը համաձայն է պաշտոնից իրեն ազատելու Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանի հետ։ Դա մեզ ոչինչ չի տալիս, քանի որ դուք մենակ ընդունակ եք 17 օրում 800 քաղաքացի ջարդելով լցնեք քաղմասները։ Ջեբերն էլ Իսկանդեր M կամ մարտական ինքնաթիռ պայլու համար 4-ից 93 տարի փագեք։ Անգամ հանրայի դերասանուհի Արսինե Խանջանին բռնեցիք տարակ ներքին զորքերի զորամաս։ Երևի հաջորդ քայլը լինելու էր նրան դատապարտելը հայկական սերիալում 2 ամիս խաղալու։ С удовольствием хочу констатировать, что Դուք մենակ կարաք շարժական գույքի կարգավիճակով վազեք Մոսկվա Պուտինի բանը սխմելու։ Պուտինն էլ ասի մաքսային միություն մտնելուց հետո 10% տնտեսական աճ եք ունեցել։ Լուրջ արա, այդ կարող է եկել հիվանդանոցներով էլ եք անցել։ Մարդկանց պոչկեքի քարերը թափել, այդ քարերով էլ անտունների համար տներ սարքել։ Բլյաց, այդ ռուս ժուրնալիստներին էլ բացատրեք, որ ցույց լուսաբանելիս տենց յուբկով բորդյուրին չրված չնստեն, մինչև Կրեմլ երևում է։ Գեորգի! Բազմաթիվ բժիշկներ հանդես եկան հայտարարությամբ, սասնածառերին կոչ անելով մարդ լինել ու բաց թողել բժիշկներին։ Մարդ լինելուց խոսում էին նրանք, ովքեր 3 հոգու համար նախատեսված հաց էին ուղարկում ՊՊՑ գունդ, երբ ներսում 30 հոգի կար։ Երբ Պավլիկն 90-ականներին հայրենիք էր ազատագրում, դուք խորը տեղ պահկված Հիպոկրատի քաքն էիք ավլում։ Մարդ եղեք դուք, որ տարիներ շարունակ հիվանդի համար ուղարկված ծնունդ եք գողացել։ Մարդ դուք եղեք, որ պետպատվերով հիվանդին նենց եք տաշում, որ ինքնական մոր գնալու դիմում է ներկայացնում։ Եթե իրենք զինված լինեին, եթե իրենք Էր պակաս մի հատ է զինված։ Չէ, որ ուզում են զինվեն, այ քեզ։ Բա ինչ պետք է անեն։ Ուզում է։ Ոստիկանությունը ուզում է, գնացեք զինվեք։ Երկրում քաղաքական ճանապարհով հարց լուծելու հնարավորությունը մոտ է 0-ի։ Չի գործում սահմանադրությունը։ Կեղծված են նախագահական եւ խորհրդարանական բոլոր ընտրությունները։ Դուք փակեցիք բոլոր օրինական ճանապարհները ու ստացաք ապօրինին։ Զգուշացվել եք, չէ՞ ախր, որ մարդկանց վրա տասնամյակներ թքելու դեպքում մի օր ձեր երեսին են թքելու։ Բանի տեղ չէիք դրել։ Հիշեք, այս վիճակը, որ դուք ստեղծել եք, նման է թայլանդական պուտանկի,
վերջն անսպասելի է լինելու։ Մեզ փորձում են ճնշել, նույնիսկ անապահովության նպաստից են զրկել, ասում է Ռիման Խանդոյանը։ Հարցրեցի պատճառնիկի, ասին կագեբեն չի թողել։ Դուք ԱԱՑ-ի պատվալում խոշտանգում էիք Ասալայի հերոս Ալեք Ենիգոմշյանին, ով 80-ականներին գործողության ժամանակ կորցրել էր ձեռքն ու տեսողությունը։ Դուք էիք, որ շնորհակալություն հայտնեցիք իրավապահներին, երբ խավարասերները հիվանդասենյակում վազում էին Հովհաննես Հարությունյանի բաց վերքերի վրայով։ Ձեր Հայաստանում էր, որ լեգենդ Արայիկ Խանդոյանը աշխատում էր որպես պահակ։ Ճիշտ է, ՊՊՑ-ն ազատագրելու առաջին իսկ օրը ազատվեց նույնիսկ այդ աշխատանքից։ Լեգենդ Արայիկ Խանդոյանը պահակ։ Սա է ձեր Հայաստանի դեմքը։ Սա բոլոր հարցերի պատասխանն է։ Դուք էիք, որ Արայիկի մորը անգամ զրկեցիք հաշմանդամության 17000 դրամ թոշակից, իսկ մարդիկ մի օրում 10 միլիոն հավաքեցին։ Դուք երբեք չեք հասկանա, որ Արայիկի արժեհամակարգում փողը տեղ չունի։ Չեք հասկանա, որ Արայիկին չեք կարա ազատազրկեք, քանի որ նա ազատ է ներսից։ Դուք այդ ազատությունը չեք ունեցել ու երբեք չեք ունենալու։ Դուք էիք, որ հայրենիք ազատագրած տղեկին զրկեցիք հացից, իսկ նրանք կյանքը դրին իմ ու քո կաֆեներում օպելի գին ունեցող կոֆե լափողների, աչքը կորցրած տղայի ու այդ կադրերը օնլայն նայողի, ընտրություններին ինքնասիրությունը 5000-ով վաճառածի համար։ Had a dream I was 7, climbing my way in a tree. Սավերի հետ խաղալու։ Բռնելա տալի, քեզնից ասովոր։ Հա, այս դատերից բեսան բազեցիր, Հայկո։ Հավայի պիտոմ բան, դատարանի կողերով։ Հայկո, էդ եկավ ստե լուրջ եմ ասում, կեթամ են սենյակ մի ժամ կնստի։ Շարունակում է ժողովրդին